Դերասանուհի Ռոզա Դավթյանը վերջին զանգ հեռուստասերիալի նկարահանումներից հետո Instagram-ի Story բաժնում հրապարակում է արել, ցույց տալով, թե որքան հոգնած է։ Հրապարակմանը կից նա գրել է. «Ուժերս հատել են։ Աչքերս թող խոսեն իմ փոխարեն»։ Առանց մեկնաբանության ներկայացնում ենք հրապարակած հոլովակները։ Չէ, ինձ եմ ասում։ Քեզ ես ասա։ Մինչև գալիս եք արդեն տեն սեղան եմ դրել։ Ինքնագովված ես։ Այո։ Ասում ես աղջիկը գանձա։ Ճիշտ ասում։ Ջաջավակ է։ Պապան տենց շողոքով բաներ ասում։ Յանք ճշմարտությունն է ասում։ Ճշմարտությունն է, որ սեմը հետ է գալիս։ Հա։ Երբի։ Չի կարա տենց բան։ Սա գալիս դուք իրար հետ եք ամուսնանում։ Պարզվում է, որ դուք բան եք։ Քուրու աղբեր չեք։ Սուտ է եղել։ Վերջին զանգը հեռուստանախագիծը դեռ առաջին սերիաներից գրավեց բազմաթիվ հեռուստադիտողների ուշադրությունը։ Սերիալի գլխավոր կերպարները՝ Հենրին և Անգելինան, շատ արագ դարձան սիրված զույգ։ Շատ սուր էին քննարկումներն այն մասին, որ հեռուստադիտողների մեծ մասը ցանկանում է զույգին տեսնել նաև միասին իրական կյանքում։ Սակայն, ինչպես հայտնի է, թե Ռոզա Դավթյանը և թե Լևոն Մկրտչյանը ամուսնացած են։ Այս կարճ ժամանակահատվածում նրանք միասին անցել են մեծ էմոցիոնալ ուղի։ Հատկանշական է նաև նշել, որ երկուսն էլ իրենց կերպարներին մոտեցել են լուրջ ու պրոֆեսիոնալ կերպով։ Օրերս Ռոզան իր Instagram-ում նոր հրապարակում էր արել։ Նա հուզվել էր կրկին դիտելով սերիալից հատվածներ և իր ապրումներով կիսվել էր էջում։ Հրապարակմանը կից Ռոզան գրել էր. «Իմ էմոցիաները սերիան նայելուց։ Անգելինան ուղղակի կերպար չդարձավ իմ համար։ Մտավ իմ սիրտ ու կմնա մի անկյունում միշտ, ինչ էլ որ լինի։ Ուրախ, տխուր, պարտված ու հաղթանակած բոլոր պահերը ես Անգելինայի հետ հավասար ապրում եմ։ Ինչ խոսք, սերիան հեքիաթային է ու լուսավոր, անգամ հուզվել եմ»։ Ինչպես Ռոզան նշել է իր ինստագրամյան հրապարակմամբ, թիմը կարողացել է ստեղծել մի նոր հուզիչ տեսարան։ Թվում էր այլևս նոր բան ստանալն անհնար է, բայց թիմի ընդհանուր աշխատանքի շնորհիվ ունեցանք մի տեսարան, որը վստահ եմ երկար կհիշվի։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին, սցենարիստ Նանեկ Մանուչարյանին և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին։ Ջերմ խոսքեր ուղղել նաև իր խաղընկեր Լևոն Մկրտչյանին։ Գեղեցիկ համագործակցության համար։ Մի շատ հետաքրքիր բանի շուրջ էի մտածում ու ասացի ձեր հետ էլ կիսվեմ։ Տեսարանը, որ ես ու Լևն ենք խաղացել, մի քանի օր առաջ նախորդ շաբաթվա մեջ էր սերիան կարծեմ, կդնեմ լինկը, դուք էլ գնացեք նորից նայեք, արդեն ուրիշ էմոցիաներով ու նախապատմությամբ։ Իրականում գիտեք, մենք մի տարի է շուրջ խաղում ենք պրոյեկտում ու այդ անիրական սիրո պատմության հետ կապված ամեն ինչ խաղացել ենք ըստիս, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ գրեթե մենք ամեն ինչի մասին խոսել ենք, 1000 անգամ իրար ասել ենք, որ սիրում ենք, պայքարել ենք, սիրուն տեքստեր ենք ունեցել, սիրուն տեսարաններ, սիրուն դրվագներ, ու թվում էր, թե ամեն ինչ մաքսիմալ ասված է,
Այսինքն նոր բան, նոր նյութ չկա, որ մենք ձեզ փոխանցենք, բայց այդ տեսարանում այնքան նոր էր ամեն ինչ, այնքան ուրիշ էր ամեն ինչ, այնքան ասելիքով էր ամեն ինչ։ Եթե մինչև այդ տեսարան ինձ հարցնեին հնարավոր է ինչ-որ նոր բան գրել, որ այդքան խորը սրտիդ կպնի, այդքան նոր ասելիք ունենա, այդքան նոր հնչի առհասարակ, ես կասեի չէ։ Բայց հիմա ասում եմ, որ առանձնահատուկ տաղանդ պիտի մարդ ունենա, որ նախ կարողանա ստեղծի նման տեսարան եւ երկրորդ գրի այնպիսի բառեր, որ յուրաքանչյուր բառը նոր լինի, նոր։ Ամենադիպուկ բառն է այդ տեսարանի հետ կապված նոր, այդ տեսարանը ինքն իրանով նոր էր ու ընտիր էր։ Շատ շնորհակալ եմ մեր պրոդյուսերին Դիանա Գրիգորյան ու սցենարիստին Նարեկին Մանուչարյան, որ այդ տեսարանը առաջին հերթին ստեղծել են ու շնորհակալ եմ, որ մեզ էր վստահված։ Ու շնորհակալ եմ նաև մեր թիմին, որ այդքան սիրուն, հաջող, ստացված, լուսավոր, ընտիր նկարել է։ Ու շնորհակալ եմ Լյովին, որ տենց սիրուն խաղաց։ Լավ, ստոպ։ Սենց առաջարկություն որ ինձ անեն։ Ու իրան նկարում է։ Ախպերս են երկուսներ մոտեցրեք էլի։ Իհան ջան, կարող է մոտդ մոչիներ լինել։ Չէ, Ժողովուրդ ջան, կատաստրոֆա։ Վերջին զանգի դերասանները շատ ուշադիր հետևում են, վայ, իրանք իրանց։ Ռաֆայել Հակոբյան, Անի Մեհրաբյան։ Քիչ զուգը բայ շարժվես, ադիներ վեճ չերևո։ Գնացի։ Անգելինա։ Անգելինա։ Քեզ ո՞վ թույլ տվին տուն ոդնես։ Ստոպ, իդալական, գնացին Ռոզայի